Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս պահին ես զրուցել եմ հանրային գործիչ Էլզա Արաքելյանի հետ, շնորհակալ եմ ինձ հրավերն ընդունելու համար։ Մենք տարվա սկզբից ոնց որ քննարկումների շարք էինք սկսել, ու ենթադրում ենք երևի 3-4 քննարկման ոնց որ կամփոփենք, բայց հետաքրքիր զարգացումներ տեղ ունեցան եւ հիմա արդեն այնպիսի հարցեր են բարձրացվել, կարծում եմ մեր քննարկումը դեռ իր ակտուալությունը չի կորցնի։ Իհարկե չմտնելով կողմերի վեճի մեջ, բայց հետաքրքիր հարցեր են, երկրորդ եւ երրորդ նախագահի կողմնակից թիմակիցները, վերջերս բավական սուր բանավեճ է գնում։ Ավելի շուտ ոչ թե բանավեճ, այլ երկրորդ նախագահի թիմակիցների կողմից կոնկրետ փաստարկված հարցեր, այն կողմից հայոյանք, լուտանք, զրպարտանք, այս մակարդակի բանավեճ։ Այդ ձեռագիր է դա։ Այո, եւ հիմա կարևոր մի դրվագ կա, որը ցանկանայի ձեզ քննարկել, Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները պնդում են, որ Նիկոլ Փաշինյան թուրք-ադրբեջանական գործակալ է։ Ավելին, իրենք ասում են, իրենք հղում են տալիս Ալիևի խոսքին, ասում են, այ 2018 թվականին Ալիևը ընդունել է, որ մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի դեմ այդ սկսված գործընթացին։ Ավելին, ես նկատեցի, որ օրինակ հանրապետական Գագիկ Մինասյանը, որը առաջի շարքերի հանրապետական է, այս կորած մարդ չի, նաև այսպես այդ որպես Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական լինելու ապացույց բերում էր այն, որ 200 քանի միլիոն դոլար գումար է Ադրբեջանից եկել Հայաստան, բայց դա որքան հիշում դեռ իրանք էին իշխանություն այդ ժամանակ։ Առնվազն մինչև դեկտեմբեր իրանք են եղել իշխանություն 2018-ին, որտեղ մենք խորհրդարանական երկիր ենք։ Հիմա արդյոք տարակուսելի չէ, որ մարդիկ, ովքեր հանձնել են իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական գործակալ է։ Խնդրեմ։ Թերևս ամենակարևոր հարցերից մեկը բարձրացրեցիր, հարգելի Բորիս, երբ իշխանությունը, նախորդ իշխանությունը խոսում է այնպիսի մի երևույթի, այնպիսի մի խնդրի մասին, որի պատասխանատուն ամբողջությամբ ինքն է եղել։ Այսինքն անդադար ես վերջին շրջանում իրենք այո բազմիցս են կրկնում թուրք-ադրբեջանական գործակալ լինելը մեր իշխանությունների, գրեթե բոլորով են կրկնում անդադար իրենց եթերներում եւ մենք հիմա այդ դրվագները կնայենք մի քանի բայց այստեղ հենց այստեղ իրենք կարծես թե անդադար կրկնում են դրա հետ մեկտեղ նաև, որ հարգելի հայրենակիցներ, մենք այսպես բուտաֆորիկ իշխանություն ենք եղել նստած Հայաստանի Հանրապետության ղեկին եւ փաստորեն մեր իշխանավարման ներքո թշնամական գործակալական ցանցը դարձել է իշխանություն, հաջորդ իշխանություն։ Մենք էլ ենք սա ասում, հետաքրքիր է, չէ՞, իրենք էլ են սա ասում, բայց իրենք սա ասում են ըստ իրենց վրայից ինչ որ մեղքի բաժին, հեռացնելով կամ իրենց վրայից ինչ որ պատասխանատվություն գցելով, բայց տրամաբանությունը եւ ողջամտությունը հուշում է, որ սա ճիշտ հակառակն է։ Եթե ես եմ ինչ որ մի բանի պատասխանատուն եւ իմ պատասխանատվության ներքո թշնամու գործակալը գալիս աչքիս առաջով անցնում գնում դառնում է ներողություն, նստում է իմ տեղը, այդտեղ բացառապես թերություն է իմն է։ Արգել Էլզա, իրենք ժողովրդին են մեղադրում եւ ես նկատեցի ընկերներիցս Գևորգ Հակոբյան, ով նաեւ համակարգի աշխատակից է եղել ինչ որ ժամանակահատված, ընդ որում նաեւ այսպես հեղինակավոր աշխատակից է եւ հարց էր տվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, պարոն նախագահ,
չգիտեմ ինքը պարոն նախագահ օգտագործել թե ոչ, ես եմ այդ հարցը վերաձևակերպում, որ պարոն նախագահ ամեն շաբաթ Վլադիմիր Գասպարյանը եւ Գորիկ Հակոբյանը ԱԱՑ-պետը ձեզ էին զեկուցում երկրում օպերատիվ իրավիճակի մասին, կատարվողի մասին, ոչ թե ժողովրդին։ Ժողովուրդը կարող էր սխալվել եւ ժողովուրդը կարող էր անգամ մոլորվել, հիմա էլ կարող է մոլորվել։ Դուք եք այդ ինֆորմացիան ունեցողները, բայց մինչեւ քննարկման շարունակությունը ես խնդրեմ ռեժիսորին միացնել մի տեսանյութերի, այսպես զիպ տարբերակը խտացրել եմ մի քանի հանրապետականների ելույթներ, այդ թվում նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից եւ շարունակենք մեր քննարկումը, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանին բերել են Թուրքիան ու գլոբալ արևմուտքը, միգուցե նաև այլ արտաքին կենտրոններ դասական, գունավոր հեղափոխության արդյունքում իրանց Նիկոլի գործընկեր Ալիևն էլ ասել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության հեռացման գործում Ադրբեջանն ունեցել է շատ լուրջ դերակատարում։ Գիտեք, ես կարծում առաջերտին իր տերերի, որպեսզի ինքը ապահովի, որ ինքը հավատարիմ է իր կարգավիճակին, թուրք-ադրբեջանական գործակալի եւ իրականացնում է այն ծրագրերը, որի համար իրան բերել են Հայաստանում իշխանության։ Երկու մարդ են հանդիպում թուրք կուրատորը եւ խոստումնալից երիտասարդը։ Երիտասարդը իր հոգին ծախում է թշնամուն եւ համաձայնվում է գորգախնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, իսկ մեր հերոսը դարձավ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ Այո, որովհետեւ երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործակալ, որովհետև գործակալ նաև Թուրքիայի Հանրապետության հատուկ ծառայությունների։ Հայաստանը դառնա հարճ, ինքը հարճը արդեն, ուզում է Հայաստանին դարձնի հարճ Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում։ Դա անելու համար կրկնակի շերտով խաղ է տանում։ Շրջուկված փաստեր կան այն մասին, որ մեծ ֆինանսական ներդրում է կատարել Ադրբեջանը, որպեսզի սրան գան իշխանության, եւ ինքը Ալիևն է ասել, որ ինքը մեծ ներդրում ունի այս նիկոլական իշխանության Հայաստանում հաստատվելու համար։ Այսինքն այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։ Եվ անկեղծորեն պետք է ասեմ, ոչ միայն հակաղարաբաղյան, այլ նաև ղարաբաղցիների։ Մենք լսեցինք այս ելույթներ, ընդ որում սրանք եզակի ելույթներ չեն, ես կարող էի բավական ավելի շատ ժամանակ ծախսել եւ մի քանի տասնյակ նման ելույթներ գտնել, գրեթե բոլոր հանրապետականները խոսել են սրա մասին, որ Նիկոլ Փաշինյանին բերել է Ալիևը, որ Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել է Ալիևը, թուրք-ադրբեջանական տանդեմը։ Եկեք, բայց դուք եք եղել իշխանության, ինչպես հարգելի Էլզա դուք ասացիք, եթե դուք իշխանության եք, եթե դուք ունեցել եք ազգային անվտանգության ծառայություն, եթե դուք ունեցել եք ոստիկանություն, բանակ, դատախազություն ու այս ամեն ինչի հետ հանդերձ, եթե դուք իմացել եք, որ Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի գործակալ, հա, ինչպես Միքայել Մինասյանն էր ասում, լավ, կարող էր, չէ, աներոջը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեղակ բայր, եթե իրենից չի իմացել։ Ոստեղ գիտեք ինչն է աբսուրդ, որ ասում են, չէ, $200 միլիոն փող է եկել Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը կազմակերպի։ Սերժ Սարգսյանը 88 թվականից մինչև 2018 թվականը գրեթե բոլոր բարձրագույն պաշտոններում եղել է, ուժային գրեթե բոլոր կառույցները իր ենթակայությամբ եղել են, եւ Սերժ Սարգսյանը այնպիսի ինֆորմացիայի կրող էր, որ 18 թվականին եթե օրինակ իմ գրպանում լիներ $1,700 ու հանկարծ ինքը դառնար $3,000, վստահ Սերժ Սարգսյանը դրա մասին կիմանար, այսինքն որ Բորիսի մոտ այսքան ֆինանսական շարժ ա եղել, չէ՞։ Բայց դուք եթե $200 միլիոն չէիք տեսնում, որ գալիս է այստեղ գնում է։ Եթե ու եկեք մենք հարցի պատասխանենք, հա, արգելք։ Ինչ կաներ պետական այրը, եթե իմանար, որ իր ժողովրդին մոլորեցնելով թուրք-ադրբեջանական գործակալները փորձում են գալ իշխանության։ Արդյոք հրաժարական կտար։ Արդյոք կընտրեր խորհրդարանում այդ մարդկանց։ Եվ արդյոք post factum, երբ որ աղետ է եղել, պատերազմ են պարտվել, նոր կասին հեսա Արարատ Միրզոյան Թուրքիայի գործակալ է։ Բայց ինչի ժամանակ չէի հրապարակում։ Հələ բախտերս բերել է, եթե այս
Եթե իրենց ասածը ճիշտ է, եթե հավատանք իրենց ասել, լավ բախտերս բերել է Հայաստանում Ալիևի տղան չի ընտրվել, ասենք վերջում Իլխամիկը փոքր, հա, ասենք վերջում ասեն դե Իլխամիկը ճիշտ է, մենք սխալվեցինք, որտեղ եթե Ադրբեջանի գործակալը կարող է գալ ու իշխանություն վերցնել, ում էինք մի կտոր հաց տվել։ Դե բայց ունենք նաև ԱԽ քարտուղար, հա, Արմեն Գրիգորյան, որը որ շատ տարօրինակ կերպով նման է Էրդողանին, չգիտեմ դու դա նկատել ես թե ոչ, հարգելի Բորիս, ինչևէ չի բացառում նաև որ նրանց սերունդներից հիմա լինեն մեզ մոտ գործակալներ որպես, բայց նորից ասեմ, սա այն կետն է, որտեղից սկսվում են բոլոր հարցադրումները եւ որտեղ այլևս իրենց հակափաստարկները այլևս ոչ մի իմաստ չեն ունենում, աշխատում են իրենց դեմ, հա։ Այսինքն սա այն կետն է, երբ բոլոր հակականները այս խոսքով եւ Սերժ Սարգսյանը իր հաստատումով իրենք խոսում են իրենցից իսկ դեմ, ոնց Նիկոլ Փաշինյանն է ազգային ժողովրդում ինքնացուցմունք տալիս իր դեմ, նույնը սա է։ Սեփական ոդին կրակելու։ Այո, Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն սա բարձրաձայնելով փաստացի ասում են, հարգելի հայրենակիցներ, մենք Հայաստանի Հանրապետության ղեկին եղել ենք դրածոներ, եղել ենք բուտաֆորիկ իշխանություն եւ մեր քթի տակ թշնամու գործակալը դարձել է պետության ղեկավար։ Ինչ պետք է անեին։ Այստեղ նորից գանք մեր քննարկած թեմային, հա, այստեղ կամային չէ ընտրությունը, Բորիս ջան, այստեղ երկրորդ, երրորդ տարբերակներ չունեն իրանք, ինչ պետք է անեին։ Այստեղ մեկ բան պետք է արվեր, եւ դա գործակալներին չեզոքացնելն էր, ցանկացած եղանակով եւ ցանկացած տարբերակով, որը տեղի չունեցավ։ Դրա համար օրինական լավ տարբերակներ էլ կան։ Ցանկացած եղանակով ենք չեզոքացնում թշնամու գործակալին։ Ցանկացած։ Այսինքն Ադրբեջանը ըստ իրենց մեր դեմ մեր մայրաքաղաքում վարել է պատերազմական գործողություն։ Ու հիբրիդային պատերազմ։ 5-րդ շարասուն է բերել ներդրել մեր մայրաքաղաքի սրտում։ Եվ եթե հավատանք իրենց, որ սրանք եղել են Ալիևի գործակալները, ապա ստացվում է, որ մինչև 2020 թվականը մենք կապիտուլացվել ենք 2018-ին, որտեղ մեր մայրաքաղաքում Ալիևը կարողացել է իշխանություն վերցնել Նիկոլի միջոցով։ Այո։ Բայց դա լավ չի։ Դե ասում եմ նորից, իրենք իրենց դեմ են խոսում սրանով։ Ինչի, այլ փաստարկ չունեն, նու ճակերտերով եմ ասում փաստարկ, հա, այլ ասելիք չունեն, որ սա են ասում։ Տեսեք, իրենք ինչ որ sense յուրահատուկ իրենց համար, տենց առանձնահատուկ բոլորիցս տարբերվող իրականության մեջ են ապրում։ Սրա մասին ես խոսում եի նաև 2017-ի ընտրություններից առաջ, հա, երբ իրենք այդպես իրենց երազանքներով, տեսլականներով բացարձակ կապ չունեին այն ամենի հետ, ինչ որ կատարվում էր երկրում։ Ես բազմիցս գրել եմ, ընկերներ, դուք կտրվել եք գետնից, դուք այլևս Հայաստանի տիրող իրավիճակին չեք տիրապետում, հա։ Իրենք շարունակում են, իրենք 18-ին էլ այդպես ապրեցին, իրենք հետո էլ 20-ին էլ եւ մինչ օրս իրենք շարունակում են ապրել իրենց այդ իրականության մեջ։ Եվ ես արդեն ողջամիտ հարցեր եւ ողջամիտ հակափաստարկներ այս մարդկանց տալ եւ ասել համարում եմ անիմաստ բան, Բորիս ջան, որովհետեւ տես իրենք ինչերի մասին են խոսում մինչ օրս, հա։ Մինչ օրս իրենք խոսում են, որ ժողովուրդն է, թուրքերն են բերել թուրքական գործակալական ցածը եւ ժողովուրդն է։ Եթե Սերժ Սարգսյանին լսենք, ինքը նաեւ մի անգամ հարցազրույցի ժամանակ այսպիսի մի խոսք ասաց, այսպես դաջվել է հիշողությանս մեջ, որ ասում է, լավ, ես ունեցել եմ մեղավորություններ, ես սխալ եղել եմ, այս բաները, իմը հասկացանք, ասում է, բա ժողովուրդը։ Այսինքն ոնց ձերը հասկացանք, բա ժողովուրդը։ Դու հասկանում ես, սա ինչ որտեղ մի քիչ արդեն ողջամտության սահմանները հատում է։ Այսինքն Էլիզա Առաքելյանը, հա, որպես ժողովրդի ներկայացուցիչ, պարտավոր է տիրապետել այդ բոլոր գաղտնի տեղեկություններին, իսկ դուք պարոնախագահ պարտավոր չէիք։ Բա որ Կուտոյանը ամեն շաբաթ գալիս ձեր զեկուցումներ, ինչի չեք լսում, ինչի դուրս եկաք փողոց։ Երբ որ այդ ԱԱՑ-ի հաղորդագրության բաները, փակ զեկուցագրերը դուք կարդում եք։ Ինչի դեմ դուրս եկաք պետության։
Ինչի օրինակ չձերբակալեցիք Նիկոլ Փաշինյանին, երբ նա մտավ ռադիո։ Ընդ որում նկատում եմ մի այսպիսի կեղծ թեզ, ասում են Նիկոլ Փաշինյան, որ մտավ ռադիո տուն, արա ինքը падգամավոր էր, իրեն չէին կարող, պետք է ազգեն թույլ տար, ոչ։ Այո, սովորաբար ազգային ժողովի падգամավորին դատախազը անձեռնամխելությունից զրկելու համար գնա խորհրդարան, բայց երբ հանցագործության պահին են բռնում, իրեն կարող է շատ հանգիստ ձերբակալել ու հետո նոր գնալ խորհրդարան այդ բանի հետևից անձեռնամխելիության Պաստորեն այս մարդիկ իրենց պետության օրենքներին էլ չեն տիրապետում։ Այս մարդը հանցագործության վայրում կարող էր ձերբակալվել։ Հանցագործության վայրում կարող էր ձերբակալվել։ Ես հիմա անուն չեմ տա։ Այդ պահին ես Հայաստանում չեմ գտնվել, Իրաքում էի երկար ժամանակ, բայց մենք ստացանք այսպիսի տեղեկատվություն ու պարզապես լրատվականով շարունակում էինք աշխատել։ Ստացանք տեղեկություններ, որ իշխանությունները քննարկում են Նիկոլ Փաշինյան այդ ռադիոտան դեպքի ժամանակ անձեռնամխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով այդ լուրը գրեցինք։ Ինձ հետ կապ է հաստատում հանրապետական իշխանության կուսակցական չի, բայց պետական ֆունկցիա ուներ, հա։ Մի մարդ ասում է, որ չէ, մենք չենք պատրաստվում Նիկոլ Փաշինյանին ձերբակալել, ձեր լուրը չի համապատասխանում իրականությանը։ Եվ այդ մարդը, հարգելի մարդ, վստահ եմ դու հիշում ես մեր խոսակցությունը։ Ու հետո գալիս են այ հաջորդ դրվագը։ Նախ էլ եմ ասում, սա այս ինքնախոստովանությունը, ես համաձայն եմ ձեզ հետ, նշանակում է, որ ժողովուրդ ջան, մենք եղել ենք ապիկար։ Մենք չենք տիրապետել մեր երկրում տեղի ունեցողին, չենք տիրապետել։ Սա ապիկարություն չկներես, հարգելի Բորիս, սա կոնկրետ արդեն հանցագործության օրինախախտում է։ Իհարկե, կա նաև հանցավոր անգործություն, եթե սա անգործություն է։ Բայց մենք հիմա մեր նախորդ եթերներում ապացուցում ենք իրանց հանցավոր գործողությունները, ոչ թե անգործությունը իրականում։ Սա փորձում են անգործության տակ սղալ, բայց այդպես չի։ Ամենևին այդպես չի։ Չմոռանանք, որ 2018 թվականին անուղղակի կերպով, բայց ԱԱԾ պետր Սերժ Սարգսյանը, որտեղ իր ռեֆերենտին օրենքի խախտման Իսահոկի Կուտոյանին նշանակել էին ԱԱԾ պետ։ Ինչպես հետո այդ հնարավորությունից օգտվեց Նիկոլ Փաշինյանը եւ Արգիշտի Քարամյանին նշանակել։ Ես չգիտեմ, ու այստեղ հարցը առաջում ես Քարամյանի դեպքը դեռ մի քիչ ավելի մեղմ էր, որովհետև նա ոնց որ եղել էր արդեն բարձր պաշտոնում։ Համար զինվորական դատախազություն կա, զինվորական եղել է։ Կուտոյանը ընդհանրապես։ Կուտոյանը ավելին ասեմ, Կուտոյանի դեպքում ուրիշ իրավախախտում կա։ Կուտոյանը հայկական բանակում չի ծառայել։ Ինչը ԱԱԾ սպաների համար պարտադիր պայման ԱԱԾ աշխատակիցների համար։ Կուտոյանի բանակում չծառայելը փոխարկելու համար իր կենսագրության մեջ ավելացրեցին այսպիսի մի տող, ես հիշում եմ այդ օրերին քննարկում էր, որ ինքը Ռուսաստանում ինչ որ ռազմականացված համալսարան ավարտել, բայց դա չի հավասարեցվում զինվորական ծառայության Հայաստանում։ Այսինքն դա էլի օրենքի խախտում, բայց մի կողմ։ Չէ, այնտեղ ամբողջովին էր օրենքի խախտում։ Այդ եմ ասում, եւ ամբողջը եւ այդ դրվագները նաեւ առանձին, հա, որ օրինակ Արգիշտի Քարամյանը զինվորական ծառայություն անցել է, չնայած էլի ապօրինյա նշանակվել է ԱԱԾ պետ։ Ու հիմա հարցը առաջանում, ասում եկել, եթե դուք չեք տիրապետել իրավիճակին, եթե դուք ունենալով ԱԱԾ ոստիկանություն բանակ, պարտվել եք Ալիևին Երևանում, դուք չունենալով ԱԱԾ ոստիկանություն, դատախազություն, բանակ, հա, պետական կառույցների աջակցություն, ո՞նց եք ընդդիմություն աղում ու ո՞նց եք հայտարարում, որ դուք կարող եք Նիկոլին հաղթել։ Ո՞նց։ Ես ուզում եմ այդ process-ը պատկերացնել։ Դու պատկերացնում ես։ Դե ամբողջ խնդիրս է, ես անդրադարձա դեռ այն ժամանակ, երբ իրենք բեմերից, հա, ընդդիմադիր այդ հանրահավաքների բեմերից սկսեցին շեշտել, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, պարտվողը չի կարող բանակցել, բանակցողը պետք է փոխվի, հա։ Այսպես եւ այդ ժամանակ ես բարձրացրեցի այս թեման, ինչպես է ստացվում, որ պարտված ղեկավարը Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում չի կարող շարունակել Թշնամու հետ բանակցություն կամ երկիր ղեկավարել, իսկ նախորդ պարտվածը կարող է գալ եւ շարունակել, չէ՞ որ նախորդն էլ էր պարտվել, չէ՞։ Ինքն իր բերանով է ասել, որ պարտվել է։ Պարտվել եմ։ Լավ, ամեն ինչ դնենք մի կողմ։
ղեկավարը առավել եւս երկրի ղեկավարի համար առաջին գործոնը հաջողության դա իր հեղինակությունն է, հարգելի Բորիս։ Սա ամբողջ աշխարհի վրա է տարածված։ Եթե մարդը չունի հեղինակություն, եթե մարդը կորցրել է այդ հեղինակությունը, եւ եթե մարդը ինքն է խոստովանել, որ ինքը պարտվել է արդեն լինելով երկրի ղեկավար, ինչ հույսով եւ ինչ մտքով է նա մտածում, որ կարող է ինչ խելքով է մտածում, որ կարող է գալ եւ շարունակել հաղթել արդեն այն մարդուն, ում ինքը պարտվել է։ Որպես ընդդիմություն իրենք ինչպես են տանում ընթացքը, մենք տեսնում ենք, որպես ընդդիմություն բազմիցս են դեպքերը, երբ իրենք թե խորհրդարանում, թե դրսի պայքարում, այսպես մեղմ ասած, խանգարել են տարբեր գործընթացների։ Եվ սա է ի դեպ մեզ համար հանդիսանում հիմք, որպեսզի մենք պնդենք, որ այո, Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալ օգնում է հենց հանրապետական կուսակցությունը։ Եվ այստեղից էլ բարձրանում է այն հարցը, թե ով բերեց, ինչի բերեց եւ ոնց կարգեցին։ Չէ, չի լինում այսպես, ընկերներ, հարց չէինք տա, սպանությունը բացահայտել, դա անհնար է։ Հարց չէինք տա, եթե պահելու ընթացքը չլիներ, եւ այսպես մենք չտեսնեինք, հա, որ գնում է նրան, որպեսզի պայմանավորվածությունները կետարկետի կատարածվեն։ Հարց չէինք տա, եթե դուք զղջայիք իսկապես ձեր իշխանավարման այդ բացերի համար, խոստովանեիք եւ օգնեիք արդյունավետ աշխատանք կատարեիք ընդդիմադիր դաշտում, որպեսզի մենք կարողանանք ազատվել։ Արդյունավետ աշխատանքը ո՞րն է, պիտի ասեմ, բայց մենք որպես իշխանություն պարտվել ենք սրանց, վստահաբար որպես ընդդիմություն։ Չէ, օրինակ Սերժ Սարգսյանը կարող էր այդ սկանդալային ձայնագրությունը պարզապես չհրապարակել, որով ինքը փաստորեն Նիկոլ Փաշինյան հերոս դարձավ։ Կամ հրապարակել են, ինչ որ ինքը ասել որ մարդիկ տեսնեն, կթքեն Նիկոլ Փաշինյանի երեսին։ Հա, բայց եղավ հակառակը, չէ՞։ Ունենք փաստ, չէ, որ բոլորս լսեցինք եւ այսպես մի պահ մեզ թվաց Չերնամիրձյանը մի խոսք ուներ, չէ, ասում է ուզում էինք անել լավ, բայց ստացվեց ինչպես միշտ, հա։ Փաստացի։ Ասում է ուզում ենք ինչ ուզում ենք ստեղծել, վերջում ԿՊՍՍ է դառնում։ Դե հա, հիմա Սերժ Սարգսյանի դեպքում է իդեպ նաեւ այս գործընթացը, որ իրենք սկսել են, հա, երկրորդ նախագահի, այսպես հետ երկրորդ նախագահի կողմնակիցների եւ թիմի անդամների հետ այս վիճաբանությունը գեներացնում, իրենք են, հստակ իրենք են։ Ես ընդ որում կարծում երկրորդ նախագահի թիմակիցները արժանի պատասխանում են, դրա մեջ չմտնենք, մենք մեր հարցերն ունենք առանց դրանց։ Հիմա նայ։ Չենք մտնում, պարզապես ես այստեղ իրենց ձեռագիրն եմ ուզում եւս մեկ անգամ ընդգծել։ Իրենց այցեքարտը, իրենց այդ բոլոր թեմաները այսպես խառնելը, կենցաղային մակարդակի, անձնական մակարդակի իջեցնելը, պիտակները, հայհոյախառն իրենց այդ ախր սա հասկանում եք, սա մենք այնքան ենք արդեն տարիներով տեսել, որ Չէ, ժողովուրդ, ձեզ թվում է, որ օրինակ ես Էլզայից ծանոթացել եմ շատ ավելի ուշ, էլի բանավեճի ընթացքում 2018-ին այդպես չեմ հետևել քո գործունեությանը, բայց ձեզ թվում է, օրինակ ինձ անհանգստացնում են ձեր պիտակավորումները հայանք։ Ես 2018 թվականի մայիսից քննադատել եմ Նիկոլ Փաշինյանին, հուլիս-օգոստոսից խիստ եմ քննադատել։ Հուլիս-օգոստոսին մենք բացահայտումներ ենք արել իրենց թանկարժեք ոյաժների, գնումների, պետական թալանի մասին։ Դուք պատկերացնում եք ինչ թիրախավորումների միջով ենք անցել։ Դա ոնց որ դժոխք իջած ու հետ վերադարձած մարդուն վախեցնես ինչ որ խոտածածկ տարածքի հրդեհով։ Ախր այդ խոտածածկ տարածք էլ չկա իրական, որովհետև եթե 2018-ին մարդիկ մոլորված էին, հավատում էին Նիկոլ Փաշինյանին ու անկեղծ եմ ասում, որոշ դեպքերում շարքային քաղաքացիներ առանց ուղղորդման էին օրինակ հարձակվում ինձ վրա, որովհետև իրանք համոզում են, որ Նիկոլը լավն է, մենք վատ բան ենք ասում, հա։ Դուք չունեք այդ հանրային կեղծ վստահությունն էլ չունեք, իսկ մարդիկ ձեզ մոլորության մեջ գտնվելով էլ չեն վստահում, մարդիկ չեն վստահում ուղղակի ձեզ։ Չեն վստահում, բայց այստեղ իրենք մի բան այնուամենայնիվ շահում են, հարգելի Բորիս, իրենք այդ մակարդակի իջեցնելով բոլոր թեմաները կարողանում են աղավաղել։ Հանրության մոտ ընկալումները արդեն աղավաղվում են։ Մարդը, որ լսում է այստեղ ինչ-որ sense անհասկանալի լեզվակերպով, իրեն ինքնըստինքյան արդեն դադարում է հետաքրքրել, այո, թեման։
Օրինակ դու ամբողջովին մասնագիտորեն կարող ես վերցնել որևէ քաղաքական երևույթ, հա, ինչպես այսօրվա, ասենք, այս տեսանյութը եւ մասնագիտական քննարկում, քննադատություն հնչեցնել, չմտնելով ոչ ոքի անձնական դաշտ, բացարձակ այլևս ոչ մի դաշտեր, բայց իրենց կողմից դա անցալվում է անձնական վիրավորանք, իրենք սկսում են անձնապես այդ մարդկանց ինչ որ որակներ հաղորդել եւ ինչ որ քննարկումներ, օրինակ վերցնենք այն հոդվածը, հա, որտեղ պարոն Աշոտյանը քո մասին օղու այդ արտադրության ինչ որ բաներ, ինչ կապ ունի դա այն թեմայի հետ, որը որ հիմա քննարկվում է, հա, ինչ կապ ունի, ասենք ասենք դա գիտես դա ոնց է, ասենք մենք ասում ենք դուք իշխանություն եք տվել Նիկոլ Փաշինյանին, ահա SS փաստերը խնդրեմ, իրենք էլ ասում են, իսկ դու օղի ես վաճառել, հանել լավը չի եղել, տակը կպածել։ Դու հասկանում ես, բացարձակ տարբեր բաների մասին է խոսքը։ Ես չեմ կարծում, որ իրանք չգիտակցելով են դա անում։ Կամ գրում են ներողություն արգել, կամ գրում են այ նախկին իշխանություններից դժգոհ Բորիսը նախկինները իրեն լրատվական կայք նվիրեցին, այդ գորը թույլ չի տա ստել, մենք այս լրատվականը հիմնել ենք ընդամենը մի քանի, ասենք 10-20 հազար դրամ ունենալով, ասենք դոմեն առնել ու աշխատել ամենօրյա ռեժիմով գրեթե անվճար, նախկինները մեզ ոչ մի, ու լավ էլ ժողովրդական խոսքով ասած սխել ենք ձեր իշխանության օրոք եւ օբյեկտիվ քննադատել ենք, պետությանը երբեք չենք հարվածել ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ ֆինանսավորում չենք ստացել ձեզանից ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Թե չէ։ Դե իրենք դա մի քիչ չեն պատկասնում, որտեղ իրենց կյանքը եւ իրենց գործունեությունը դրա հակառակ պատկերով է դասավորված, հա, իրենք միշտ այնտեղ մեծ ռեսուրսներ են ներդրել, որպեսզի ինչ-որ մի բան ունենան, ինչ-որ թիմ ունենան, ռեսուրսներ որ տված լինեն։ Հա, մշտապես վճարել են մարդկանց, որ իրենց համար այդ մարդիկ խոսան կամ ինչ-որ այլ բաներ են առաջարկել։ Օրինակ ինձ հաճախ գրում են, պատվիրել են քեզ այսինչ բանը, այնինչ ես իմ կյանքում պատվերով, որ նույնիսկ մեկ նախադասություն չեմ գրել։ Ենթադրենք անգամ պատվիրել են։ Հիմա որևէ մեկին դու պատվիրում ես անել սոցհարցում։ Պիտի վճարես, մարդը աշխատում է։ Բայց դու չես ասում, ախպեր այս սոցհարցման արդյունքները ճիշտ չեն, որտեղ ես այդ սոցիոլոգիան վճարել եմ։ Հիմա եթե անգամ, լավ, եթե եկեք հավատանք ձեզ, եթե անգամ այս ճշմարտությունը ձեր ճակատին ասելը ինչ որ մեկը պատվիրել է։ Լավ, բայց ճշմարտությունն է, չէ՞ ասվում։ Անկեղծ եմ, փաստեր են, չէ՞ հրապարակվում։ Հիմա Ալեքսանդր Կոչուբաևին նաև կլսենք, Ալեքսանդր Կոչուբաևը հրապարակել է փաստեր։ Ես վստահ եմ ոչ մեկ իրան չի պատվիրել, բայց եթե անգամ այդ մարդուն ինչ որ մեկը պատվիրել է, այդ մարդուն ինչ որ մեկը խնդրել է, այդ մարդուն ինչ որ մեկը շահագրգռել է, հա, բայց փաստ է մարդը հրապարակել, ձեզ ինչ։ Դուք պատասխանեք փաստին։ Չէ, բայց փոխարենը իրենք լրագրողին թիրախավորեցին նույնիսկ, հա, որ անդամները նստած փաստերով հանդես եկող Կոչուբաևի հարցազրույցը 5-րդ ալիքը վերածեց բեսեդկայի, ինչպես հանրապետական են ասում, բայց իրենց անունից հանդես եկող ներողություն արտահայտության են դեգեներատները, որոնք իբր ինչ-որ եթերներից ամենակեղտոտ հայրանքներն են տալիս։ Կեղտոտ հայրանք, որ լրատվական կոչվող հարթակից մարդ իրա թորան տարիքի մարդկանց հասցեին հայրանքները հաճեցնում։ Էդի բիսեդկա չէ։ Դե չէ, այստեղ գործ ունենք նույն Փաշինյանական գործելավոճի հետ, որը որ եթե խորանում ենք, այս գլոբալիստական ուլտրալիբերալ ուժերի քաղաքականությունն է, հարգելի Բորիս։ Դու անում ես եւ շատ արագ դիմացինիդ ես մեղադրում քո արածի մեջ, որովհետեւ այլ չհասցնի։ Հիմա լավ, արի լսենք Ալեքսանդր Կոչուբաևին, որովհետեւ եկեք հավատանք հանրապետականին 18 թվին մենակ թուրքերն ու ադրբեջանցիներն են Նիկոլին բերեցին, հետո տեքստ գրեցին, որ Նիկոլը ճիշտ էր, իրանք սխալ, այդ ոչ մի կապ չունի հանրապետականների հետ, ստիպել են իրանք։ Մենք այն որ вообще ոչ մի կապ չունեին դագաղների հետ, դագաղները վերցած գնացինք, ասենք եթե չգրես Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, կարող է, չէ, պարոն նախագահ, կարող եք, չէ, ներողություն է, այսպես ուղիղ դիմելու համար, բայց կարող եք, չէ, պարոն նախագահ, գրել որ Նիկոլը գործակալ է, ես սխալվեցի, սիրելի ժողովուրդ, չձերբակալով, կարող, չէ, տեքստներ։ Կամ կարող է, չէ, սիրելի ժողովուրդ, դուք մոլորված եք։ Հա, փաստերը Արարատ Միրզոյան Թուրքիայի գործակալը
Նիկոլը թուրք-ադրբեջանական գործակալ է, այսքան փող են ստացել։ Ուզում եք ես հրաժարական կտամ, բայց խնդրում եմ, մի ընտրեք Նիկոլին։ Եվ էսի լավ ճանապարհով չի տա։ Նիկոլը գործակալ է, ահա զանգ, սոս, այդ զանգը, որ ուզում էին խփեն, այն ժամանակ խփեն այդ զանգը, էլի։ Չէ, թողեցին ժողովուրդը այդ մոլորության մեջ մնա, մի հատ էլ Նիկոլին բարձրացեցին վերև, հա։ Ես ինչի պիտի տեսնեի կադր, որտեղ, եթե հավատանք ձեզ, որ իրենք թուրքական գործակալներ են, որտեղ իմ երկրի նախագահը, որին ես չեմ ընտրել, պիտի հանդիպեր տետատետ թուրքական գործակալի հետ։ Այսինքն դուք այդ կարգավիճակ ունեիք, որ գնացիք հանդիպելու թուրքական գործակալի հետ։ Ինչի։ Դե փաստորեն։ Հիմա լսենք Կոչուբաևին, տեսնենք 11 թվականին ով է ստիպել 7-րդ նախագահ Սերժ Սարգսյանին համաներում տար Նիկոլ Փաշինյան, խնդրեմ։ Ես վերցրել եմ 2006-ից 2013 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված բոլոր համաներման փաստաթղթերը։ 2006 թվական Ազգային ժողովը թույլատրել է պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման 5 տարի ժամկետով եւ նվազագույն շեմը 1/3 առնվազն պետք է կրած լինեին։ Գալիս են 2009 թվական Ազգային ժողովը թույլատրել է պատասխանատվությունից եւ պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են 5 տարի ազատազրկման եւ կրել են պատժի 1/3-ը։ 2011 ունենք, սա թողնում եմ վերջ։ 2013 թվական Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման պատժից ազատվել են բոլոր այն անձինք, ովքեր դատապարտվել են 5 տարի ազատազրկման, նվազագույն շեմը 1/3։ Եվ բոլոր այս փաստաթղթերում երկրորդ անգամ հանցանք կատարած անձանց վրա համաներումը չի տարածվում։ Հիմա վերցնենք 2011 թվականի համաներման ակտը։ Համաներումը տարածվում է բոլոր այն անձանց վրա, ով դատապարտվել է 8 տարի ազատազրկման եւ կրել է պատժի 1/4 մասը։ Պարոն Փաշինյանը ինչքան պատասխանատվության էր ենթարկվել։ 7 տարի։ Այսինքն այս պարագայում մեր հանրապետությունում չափազանց կայուն հենք ունեցող 5 տարին, որը երբեք սրանից առաջ եւ սրանից հետո չի փոփոխվել, դարձավ 8 տարի։ Այսինքն բարձրացվել է շեմը։ Եվ նաեւ երկրորդ նրբություն։ Այստեղից դուրս է մնացել երկրորդ անգամ հանցանք կատարելը։ Ինչու՞։ Որովհետև պարոն Փաշինյանը 98 թվականին էլ է եղել դատապարտված, սրա մասին չգիտես ինչի բոլորը լռում են։ Եվ եւս մեկ փաստաթղթային առանձնահատկություն, որ ըստեղ 1/4 է նվազագույն շեմը իջեցվել։ Իսկ պարոն Փաշինյանը ինչքան ներ կրել իր պատժի 1/4, կարծում եմ, այսպես հատուկ Այսինքն այդ համաներումը ես դատելով ձեր խոսքերից կարող եմ ենթադրել, որ դուք կարծում եք, որ հենց այնպես չի իրականացվել։ Հիմա եկեք իմ կարծիքները խորացնեմ։ Ասում են, թեզ է նետվում հրապարակ, որ 2015 թվականի սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով։ Նախ ես խստորեն դատապարտում եմ այս լեքսիկան, սահմանադրության վերաբերյալ չի կարելի այսպիսի բառերով խոսել, բայց հիմա եկեք նայենք, Սերժ Սարգսյանը ունի բարձրագույն կրթություն։ Այո, ունի։ Իսկ այդ պահին մինչև 15 թվականը падգամավորի համար նախատեսված էր բարձրագույն կրթության պարտադիր ցենզ, թե ոչ, նախատեսված էր, իսկ վարչապետի համար նախատեսված էր, որովհետև վարչապետը բավարարում է падգամավորի պահանջը, իսկ падգամավորը պետք է ունենար բարձրագույն կրթություն։ 15 թվականի սահմանադրությամբ վարչապետը այլևս չպետք է ունենա բարձրագույն կրթություն։ Հա, նախարարը պետք է ունենա, վարչապետը չպետք է ունենա։ Հիմա փաստարկ 2, լավ սա Սերժ Սարգսյանի համար էր, թե օրինակ մի քիչ դրանից մի որոշ ժամանակ առաջ համաներմամբ ազատ արձակված, այդ թվում արդեն թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի։ Ես եթե լսեցինք փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, փաստեր հրապարակեց, մերկապարանոց չէին այս հայտարարությունները։ Եվ ինչ է ստացվում, այսինքն պրակտիկան համաներման միշտ սա է եղել։ 5 տարի ազատազրկում եւ այդ ազատազրկման կեսը պետք է մարդը արդեն անցկացրած լինի բան, բայց հատուկ Նիկոլ Փաշինյանի համար այդ շեմը բարձրացվել է մինչեւ 8 տարի։ Եվ պատիժ արդեն կրած եղած շեմն էլ իջեցվել է մինչեւ 25%, այսինքն 1/4 մասով։
Դա եւ հենց այդ բանը Նիկոլ Փաշինյանը իր պատժի 1/4-ը կրել էր արդեն։ Սա խոսում է մի հանգամանքի մասին, որ այս համաներումը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար է։ Իսկ ինչու էր այս համաներումը այդ ժամանակ կարևոր։ Ասեմ, դա էլ հասկանանք։ Պիտի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ եւ Նիկոլ Փաշինյանը պիտի դուրսը լիներ, որ մասնակցեր Դեռ 2009-ից էր Սերժ Սարգսյանը դիմել, եթե չեմ սխալվում։ Քաղաքացիական քաղաքասարակության հանրային խորհրդին եւ համարման մասով առաջարկներ, որպեսզի իրեն առաջարկներ ներկայացնեն եւ հիմա լավ, վասա ով ստիպեց, ասենք, էսի 18-ին լավ թուրք-ադրբեջանականներ դու ես ժողովուրդ մոլորված էր, չգիտեր Նիկոլովա, նու Սերժ Սարգսյանի դեմ հակակարողություն էինք անում, վատ էինք տրամադրված, նու ոչ պետականամետ մարդիկ էինք, խոսքը վատ քաղաքացիներ էինք։ Դու ստիպել ես 2013-ին համաներել Նիկոլ։ Հանրային խորհուրդն է ստիպել հենա ինքն ասել առաջարկ ներկայացրեք հանրային խորհուրդները այնպիսի առաջարկներ է ներկայացրել եւ ստիպել ընդունել այդ առաջարկները, փաստորեն որ Սերժ Սարգսյանը չի կարողացել անդիմանալ հանրային խորհրդին։ Բայց հիշում ես, չէ՞, մենք ֆիքսել էինք, որ այս ընթացքում էլ փաստորեն Տիկին Փոստանջյանը հետ էինք ֆիքսել։ Նիկոլը որ բանտում էր, շարունակել է հանցագործություն իրագործ կատարել։ Սերժ Սարգսյանը փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ, իսկ շանտաժ շորթում։ Հիշում ես, որ պարոն Մինասյանը երբ որ ասում է, որ ծծակի պատմությունը, հա, Սոսկայի պատմությունը։ Այդ ժամանակ նա դեռ Նիկոլը բանտում է եղել այդ ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ եղել է ուղիղ բանտում։ Այսինքն, եթե պարոն Միքայել Մինասյանը գնար հաղորդում տար հանցագործության մասին, Նիկոլ Փաշինյանի սռոկը մեծանալ էր։ Հիմա կան չէ բանտից մարդիկ սառնարան բան են գողանում հերախոսով զանգում ասում կվճարեք, կտանենք, բանեն կամ այսպես մանր գողություններով են զբաղվում, մեծ գողություն։ Նիկոլ Փաշինյանը գողություն անողներից մեկն է եղել։ Բանտից ինքը հանցագործություն է կատարել։ Լավ էլ քարը գլուխը որ աներոջ բանտում նստած իրեն շանտաժի է ենթարկել, ինքն էլ վախեցել է։ Հետն էլ թուրքական գործակալ է եղել, թուրք-ադրբեջանական, հա։ Ես վախենում եմ, թե այս պետությանը ինչ կարող է լինել, եթե այդ մարդիկ շարունակեն մնալ իշխանության, որովհետև այսքան անատամ իշխանություն բանտում գտնվող քեզ սպառնում է։ Հետն էլ թուրք-ադրբեջանական գործակալ։ Լավ, ով ստիպեց 11 թվականին Նիկոլ Փաշինյանը կամ ինչու, լավ կարող էր, չէ, եթե անգամ ստիպում էին Եվրոպայից բան, մի քիչ ժամանակը ձգել, որ խորհրդարան չանցնի Նիկոլ, իմանալով, որ նա թուրք-ադրբեջանական գործակալ է, չէ։ Պիտի ամեն ինչ անես, որ խորհրդարան անցնի։ Տեսեք, բացի հա այդ թուրք-ադրբեջանական գործակալ լինելուց, ինչը ինձ համար դեռ մի քիչ մեղմ որակում է այս մարդու համար, եթե ինձ հարցնեք, ես ավելի կոշտ կորակեմ, թե ինքը ով է, բացի դրանից Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ փաստորեն պետության դեմ հանցագործություն կատարած անձ էր։ Հա, մարտի 1-ի հետագայում, որ մենք դրեցինք եւ տեսանյութերը, ձայնագրությունները լսեցինք, հասկացանք, որ այս մարդիկ կոնկրետ զինված հեղաշրջման փորձ են արել պետության դեմ, հա։ Մարդկանց երկաթե այդպես մահակներով են զինել, նույնիսկ հրազենային կրակոցներ ենք տեսել շարքերից, հա, այդ քաղաքացիական հանրության։ Եվ սա արդյոք սա բավարար ծանր հանցագործություն չէ, որպեսզի դու կարողանաս նույն միջազգային հանրությանը, հա, փաստերը դնես նրանց առաջ եւ ասես գիտեք ինչ ներողություն, բայց այս մարդը իմ պետության վրա ձեռք է բարձրացրել։ Միջազգային հանրությունը քո վրա էլ մի բան ունեցել է։ Հա, այստեղ արդեն անցնում ենք այդ դաշտ, ոչ թե ձեզ ստիպում էին, այլ ձեզնից պահանջում էին, որովհետեւ դուք արդեն նախապես ինչ որ խոստումներ եք։ Ինչու՞ չկարողացան Վրաստանի իշխանությունը ստիպել։ Այդ ոնց, այսինքն երբ որ երրորդ նախագահ ասում է հզոր ուժեր էին, բան, չէ՞։ Այդ հզոր ուժերից ոչ մեկ իր դեմքով Սերժ Սարգսյանի դեմ չի խոսել։ Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Ռուսաստանից շնորհավորել են Սերժ Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ։ Սրանք միֆեր են, այսինքն Վրաստանի դեմ ամերիկյան վարչակազմը ուղիղ խոսել է, աջակցել է անդիմությունը, Եվրոպական միության երկրն ավելին ասեմ, Եվրոկոմիսարներից մեկ եկել է Վրաստան, ու Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին ասել է ձեզ
կսպանենք։ Եթե մեր ասած ճանապարհով չգնանք։ Ղարաբաղաշվիլին իհարկե հրաժարական տվեց, բայց այդ թիմը ընդհանուր այս սպառնալիքը կախված է, հա, այդ թիմը գնաց այն ուղղությամբ, որը պետք էր Վրաստանին, որովհետև Բիզինա Իվանիշվիլին մնացած ասին սրանք ուզում են Վրաստան տանել գործոմոր։ Խոսեցին ժողովրդի հետ, ու ժողովուրդը դա հասկացավ, չէ՞, գնացին քվեարկեցին Իվանիշվիլի օգտին։ Լավ, ոնց ալին որ դուք ոչ մի բան փաստորեն չեք արել, որ պետությունը այս վիճակում չհայտնի։ Տես, մի քիչ կենցաղային ընտանիքի վրա, հա, օրինակ բերեմ։ Հիմա դու ունես տուն, մյուսն ունի բնակարան։ Հարևանը գալիս է մի օր ձեր տուն եւ ասում է, գիտես ինչ, պետքա դու քո տունը վերանվանես իմ անունով։ Եվ ստիպում է քեզ, ոնց կարող է նա ստիպել քեզ դա անել։ Առհասարակ նման բան ով է պատկերացնում։ Կողքից մեկը գա, քեզ ստիպի, որ դու քո սեփականությունը եւ քո ունեցվածքը տաս իրեն։ Դու ամեն ձեւով պիտի պաշտպանես։ Որ դեպքերում է սա լինում։ Սա լինում է այն դեպքերում, երբ եկողը ինչ ազդեցության լծակներ ունի քեզ վրա։ Այո, կամ շանտաժով, կամ դու արդեն նրան տվել ես այդ իրավունքը, որպեսզի նա գա եւ քո տունը վերցնի, հա։ Կամ ինչ որ բան ես տանուլ տվել նրան, կամ ինչ որ բան ես խոստացել, որ պետքա կատարես։ Այս դեպքերում հնարավոր է որ գան եւ տունը քո ձեռքից վերցնեն, բայց եթե դու այս ամենից ոչ մեկը չես արել, ինչպես կարող է օտարը գա եւ քեզ ստիպի, որ դու քո պետության, քո երկրի դեմ հայլեր անես։ Լավ խոսք ունես, բայց դե սող չես կերել, սիրտդ ինչի համար բռնում, այսինքն եթե դուք այդեն սուրբ էիք, շատ լավն էիք, հայրենասեր էիք, խնդիրներ չունեիք, արտաքին քաղաքականություն ձեր մոտ փայլուն էր, ոնց որ դուք եք ասում, այդ ոնց ստացվա, որ աշխարհի բոլոր գերհազար ուժերը ձեր դեմ դուրս եկան։ Այդ ինչ էիք արել, որ մի գերհազար ուժ չկա։ Հայաստանի մեջքին կանգնեն։ Դրանք միֆեր են, որպեսզի կոծկեն եւ ծածկեն իրենց արտաքին ուժերին տված խոստումները, որոնք եւ բերեցին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այստեղ հստակ է, այստեղ փաստերը շատ են եւ նույնիսկ երբ իրենք են արդեն խոսում, ստացվում է այնպես, որ իրենք իրենց դեմ են խոսում, որովհետեւ իրականությունն է եկել ապացուցելու այս բոլոր իրողությունները իրականություն են դարձել արդեն, հա, հարգելի Բորիս։ Մենք տեսել ենք, որ տեղի է ունեցել այս գործողությունը, դրան հաջորդել է հաջորդ փաստը, դրան հաջորդել է մյուս գործողությունը եւ հարգելի պարոն Կոչուբաևն էլ այդ փաստերը մեկը մյուսի հետևից դրեց սեղանին։ Իսկ դու գիտեիր, որ 2018 թվականին արդեն հունիսին, չէ, մայիսի 28-ին հանրապետականը հնարավորություն ուներ երրորդ անգամ տապալել բան անել, ցրել Փաշինյանի կառավարությունը։ Չընտրել։ Ոչ թե չընտրել, մայիսի 8-ին իրանք ընտրել էին, 28-ին, եթե իրենք կառավարության ծրագիրը չէին հաստատում, խորհրդարանը ցրվում էր, գնում էին արտահերթ ընտրությունների։ Ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոստացել էր, որ ինքը պիտի մի այնպիսի ծրագիր ներկայացնի, որը մերժվի եւ իրեն գնան խորհրդարանական ընտրությունների։ Հանրապետականությունը չէ, բեր մենք քվեարկենք, ինչ ծրագիր ես ուզում, բեր քվեարկենք։ Հետո նույն ձևով շատ հետո մեկ շաբաթ անց քվեարկեցին, չէ՞, դա է հիշել։ Չէ, դա չէ, 28-ին մայիսի 20 օր անց, վարչապետ ընտրվելուց 20 օր անց, կառավարությունը պետք է ներկայացնի կառավարության ծրագիր։ Եվ եթե այդ կառավարության ծրագիրը չի հաստատվում, 20 օր առաջ ընտրված վարչապետը հրաժարական է տալիս, ցրվում է կառավարությունը, ցրվում է խորհրդարանը։ Եվ նշանակում է նոր ընտրություններ։ Եվ վստահաբար, այո, նրանք մի քանի անգամ հնարավորություն ունեին դա։ Ընտրություններում հանրապետականի մի քանի հնարավորություն էլ հետո եղավ, արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հա։ Իրենք կարող էին ուղղակի չցրել խորհրդարանը։ Այո։ Ինչու, որտեվ եթե ասում եք թուրքական գործակալ է, չէ՞։ Բա խորհրդարանը կարևոր լծակ էր, որտեղ դուք մեծամասնություն եք, պահեիք ու ճնշեիք այդ թուրքական գործակալը։ Այդ ժամանակ չգիտեն դեռ որ թուրքական գործակալ է։ Բա երբ իմացան։ Իշխանազրկվեցին, հետո Հա, իշխանազրկումից հետո իմացան, որ իշխանազրկումից 6 ամիս հետո իրանք դեռ իշխանություն էին։ Խորհրդարանում իրենք մեծամասնություն էին։ Պատերազմից հետո իմացան։ Դա եղավ արդեն այն պատմության նման, մեկը նստում է տաքսի, ասում է Քշի Թուրքիա, ես դրանց հերն եմ անց, ասում այ ախպեր, ինչ ա եղել, ասում բա դրանք մեզ ցեղասպանել են, ասում բայց դա 100 տարի առաջ եղել, ասում ես նոր եմ իմացել։ Հա, լրիվ այդ պատմությունը։ Հիմա, բայց այս ամեն ինչը, եթե մենք հավատում ենք իրենց, չէ, այս ամեն ինչը նաև մի բան է փաստում։ Եթե
դուք մասնակ, ընդ որում ես երբեք իմ խոսքում չեմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, այսինքն Սերժ Սարգսյանը աճացրել է, որ դարձնի վարչապետ, ոչ։ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը նույն աշխարհակաղակական տանիքի տակ են։ Նա իր հերթին է իր անելիքի իմացել, սա իր հերթին է իր անելիքի իմացել։ Եվ այստեղ Եվ դրա մասին ճճում են նաև իրենց գործելավոճերը, իրենց վարած այսպես քաղաքականություն, ճճում է, պարզապես աղաղակում է իրականությունը, աղաղակում է ինքն իր մասին։ Նույնիսկ եթե մենք չուզենք էլ դա իմանանք, դա գալիս մտնում է մեր աչքը եւ մեր ականջը։ Դա համար ես մեկ ողջամիտ չեմ համարում արդեն հայկային դիրքորոշումը, օրենք շարունակաբար ընդդիմանում են, վերջին հարցը քննարկում եւ ամփոփեն իրենք ինչ են ասում նաև, ասում են դուք սրիկաներ չեք նկատում, որ մենք իշխանությունը տվեցինք Կարեն Կարապետյանին, լավ արեցիք, Կարեն Կարապետյանին ով ուզում է թող գա պաշտպանի, մենք էլ եթեր կտանք։ Կարեն Կարապետյանը ով էր կարող եք հիշեցնել, ՀՀԿ առաջին փոխնախագահ, այսինքն կուսակցությունում Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը։ Այդ ձեր փոխնախագահներ թող պահեր իշխանությունը։ Դրա համար էլ եք դուք պատասխանատու։ Վաղ ոնց որ պարոն Աշոտյանը Աստված հեռու տանի մի բան անի, որը ասենք վատ հետևանքներ ունեն, ասեն այ Էլիզա ջան, բա դու չէիր կարում Աշոտյանի դեմ առնել կամ Բորիս կամ մյուս կամ քաղաքացիներ, դեր փոխնախագահներ, դուք եք բերել իրան փոխնախագահ դարձրել։ Դե ֆակտորն ինձ ասելով Կարեն Կարապետյանը միանձնյա իշխանություն ուներ ժամանակ։ Ես չգիտեմ ինչ ուներ։ Գիտես, ես չեմ ուզում մենք մտնենք այդ քննարկումը։ Դոկտոր Կարեն Կարապետյանի հարցազրույց տա եւ այդ հարցերին պատասխան։ Դա իրենց ու Կարեն ձեր կուսակցությամբ առաջին տեղակալներ, նախագահի առաջին տեղակալներ։ Այսինքն դուք համարում եք, որ Սերժ Սարգսյանից հետո, որին օրինակ բանը համարում էր Ծագող Արև Սյունած արծիվը, Խաչիկա ասիլը, որ Սերժ Սարգսյանից հետո ձեր համար չի եղել, ասենք Վիգեն Սարգսյան, չի եղել Արմեն Աշոտյան, չի եղել Շարմազանով, չի եղել Արփինե Հովհաննիսյան, չէ՞։ Այդ էր վերնախավը, չի եղել Գալուս Գրիգորիչը, լուսավորի։ Եղել է Կարեն Կարապետյանը, այսինքն Սերժ Սարգսյանից հետո գաղափարական, մարդկային, խարիզմատիկ առումով ձեր համար եղել է Որպեսզի շատ չհեռանանք իրականությունից, որպեսզի շատ չհեռանանք, այդպես շատ իրոնիա չվերածենք, հա, իրենց խոսքը։ Իրոնիա չի, անկեղծ եմ ասում։ Իրենց խոսքը այդպեսին է, իրենց խոսքը լուրջ չի որպես այդպեսին, հա, որտեվ ինչ արեցին իրենք։ Կարեն Կարապետյանին հրավիրեցին ՀԿ կուսակցության փոխնախագահ որպես եւ ընտրություններին ընդառաջ հիշում ենք, չէ՞, մենք սա։ Ինչի համար էր, որպեսզի այն ձևավորված հանրության մեջ արդեն իրենց դեմ կարծիքը, ինչ որ դիրքորոշումները, ինչ որ մի կերպ մեղմեին, հա, հնարավորինս ընկալելի դեմ քաղաքական դեմ բերեցին, համաձայն եմ, բայց դա մեզ պիտի չհետաքրքրի։ Մենք ասում ենք տվել եք Կարենին, Կարենն էլ եղել է հանրապետական կուսակցության փոխնախագահ, գնացեք ձեր մեջ պատասխանատվության չափը որոշեք, ով ինչքան է պատասխանատու։ Ինձ եւ ձեզ ինչու պիտի հետաքրքրի, թե հանրապետական որ փոխնախագահին են տվել իշխանությունը։ Դες այլ անհեթեթություն։ Եվ լավ, Կարենը ասեք գնաց։ Հո Շարմազանով իր բերանով ասեք, պակասող ձայները մենք կքվեարկենք։ Եվ դա կուսակցության որոշումն է, ոչ թե պառակտում մեր շարքերում։ Դե սա բացի ամենից սա նաև համազգական կարգի խախտում էր, որովհետև իրենք փաստորեն հրահանգել էին падգամավորներին, հա, ձայն տալ, եւ իրեն падգամավորները դեմ էին գնացել իրենց խղճին, իրենց սկզբունքներին եւ հրահանգով ձայն էին տվել Նիկոլ Փաշինյանին։ Շատ լավ։ Կարծում հետաքրքիր ավելացնել բան ունես։ Ավելացնելու թերևս չէ, ամեն ինչ խոսեցինք, պարզապես որպես լրացում այս ամենին, հարգելի օգտվելով առիթից, մեր հայկական հարգելի կարկառուններին ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ հասարակությունը ողջամիտ է իր ամբողջության մեջ, որքան էլ դուք հույս ունեք, որ մարդիկ չեն տեսել, չեն հիշում կամ կարելի է մոլորեցնելով մարդկանց բերել նորից ինչ որ մի ցանկալի կետի, դա անհնար է այլևս, որովհետև փաստերը, ինչպես արդեն ասացի, աղաղակում են իրականությունը, աղաղակում է ինքն իր մասին։ Եվ շարունակել կեղծել այս իրականությունը, սա ընդհանրապես ծիծաղելի է, հարգելի Բորիս։
Շատ լավ, շնորհակալ եմ, վերջում ուղղակի նկատում եմ այդ քարոզչական առումով օգտագործումը։ Ով էս ընդհանուր Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ։ Ընտրության ձևը չեմ ասում ոնց հանդրվել, բայց երբ հաստատեցին ինքը եղել է նախագահ, չէ՞։ Մարդիկ կարող են, չէ, ինչ որ տեղեկատվություն ճշտելու համար, ինչ որ հարց ճշտելու համար, ոչ թե դաբրո ստանալու համար, այդ մարդու հետ հանդիպել։ Ես առաջարկում եմ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին հաթարեցնել Սերժ Սարգսյանի հետ ցանկացած հանդիպած մարդու ներկայացնել, բայց Սերժ Սարգսյանի դռան տակ կանգնում եք, ստորանում եք, կզում եք, Սենց որ գնես, կարծում ոչ մի adekvat մարդ էլ չի ուզենա Սերժ Սարգսյանին հանդիպել, որտեղ ցանկացած հանդիպումից հետո եթե դու փորձվես քննադատել, ասեն, բա դու չէիր գալի, ես ինչ ծիծաղելի է։ Անկեղծ եմ ասում, սա նաև խոսում է այն մասին, որ ընդ որում հանրապետական կորած շարքային ինչ որ ներկայացուցիչներ են դա խոսում, որ Սերժ Սարգսյանը ում հետ հանդիպում է, երբ գնում կուսակցությունում պատմում։ Մի քիչ իհարկե չափազանցրած էլի իր կողմից։ Դե տես իմաստն է, իրենք վաղուց հեռացել են։ Ստայության մթնոլորտի Հեռացել են իրականությունից, այս մարդիկ պարզապես իրենց ինչ որ կերպ հետ բերել է պետք իրականություն կամ առաջարկել։ Լավ չես հետ բերում։ Լավ չի։ Կարևորը ժողովուրդ իր խոսքը ասելը։ Առնվազն 2 անգամ ընտրությունների ժամանակ։ Շնորհակալ եմ, հարգելի հեռուստատողներ, հետևում եք այս քննարկմանը, որևէ չարություն չկա, մենք հարցեր ենք բարձրացնում եւ հուսամ այդ հարցերին, եթե չեն պատասխանի ավելի լավ, գիտեք, իրենց համար ավելի վատ, որովհետեւ հարցերին չպատասխանելը նշանակում է, որ մեր հարցերը ունեն այն պատասխանը, որը մենք տալուց ենթադրում ենք, որ պետք է ճշմարտությունը դա լիներ, համաձայն ես թե ոչ։ Իհարկե համաձայն եմ, ցանկացած քաղաքական ուժ է լճանում այդպես, երբ նրանք արհամարում են, անտեսում են հանրային կարծիքը, իրենց ընդդիմացողների քննադատությունը եւ առհասարակ։ Իսկ մենք այս պարագայում գործ ունենք հենց այդպիսի ուժի եւ նախորդ իշխանության հետ։ Շատ լավ, շնորհակալ եմ, հարգելի Էլզա ջան։ Շնորհակալ եմ նաեւ ձեր հանրային ակտիվ եւ համարձակ գործունեության համար, որը որքան էլ որ բոլորին փորձեն այս մարդիկ պիտակավորել, ընդ որում դե քաղաքական դաշտի հիվանդությունն է, որևէ մեկ եթե որևէ քաղաքական առաջնորդի հարց է տալիս, միանգամից պատվեր, պիտակավորումներ, չգիտեմ, հայյանք, լուտանք, անեծք, չգիտեմ, գնում են թուղթուգիր են անում, բան այդ մարդու վրա բախտ են կապում, ին վրա օրինակ թուղթուգիր քպական մի պատգամավոր պատվիրել է, ես այդ բացահայտեցի, դա անթույլատրելի է եւ ես այո ողջունում եմ նաեւ ձեր համարձակ գործունեությունը, շնորհակալ եմ նաեւ դրա համար։ Հիշեցնեմ, զրուցում էի հանրային գործիչ Էլիզա Արաքելյանի հետ, տեսություն կհանդիպենք։